Իմ ընկերները ներկայացրեցին երկրում տեղի ունեցող իրադարձությունները, ցավալի իրադարձությունները, եւ այս ամենով խիստ անհանգստացած է նաեւ հայ մտավորականությունը։ Մտավորականության բազմաթիվ ներկայացուցիչներ իրենց բողոքի ձայնն ներկայացնում։ Եվ այդ ամենը արտահայտվել է 50 մտավորականների, որը ընդամենը 2 օրվա շփումների արդյունք է, այսինքն պատկերացրեք, եթե հնարավորություն լինի մոտակայքում նաև մյուսների հետ շփվել, բոլորը ես համոզված եմ, որ միանալու են այս հայտարարությանը։ Մեզ 2 օր առաջ ավագանու նիստին հնարավորություն չտրվեց այս մասին բարձրաձայնելու եւ մտավորականների հայտարարությունը ներկայացնելու հանրությանը։ Ես հիմա կօգտվեմ այս հնարավորությունից եւ կընթերցեմ մտավորականների հայտարարությունը։ Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունները մեր կարծիքով անցան համատարած ապօրինությունների, բռնաճնշումների, վախի մթնոլորտի տարածման, ընդդիմության նկատմամբ հրապարակային սպառնալիքների, ձերբակալությունների եւ հետապնդումների ներքո։ Ապօրինի հետապնդման ենթարկվեցին բազմաթիվ ընդդիմադիր գործիչներ։ Քվեարկությունից 2 շաբաթ առաջ ապօրինի քրեական գործ հարուցվեց Մայր Հայաստան կուսակցության նախագահ ԲՀԿ նախընտրական ցուցակի 2-րդ համար Անդրանիկ Թևանյանի նկատմամբ։ Նախընտրական արշավի բնականոն ընթացքը խափանելու եւ նրան մեկուսացնելու նպատակով։ Անընդունելի այս գործելավոճն իշխանությունների կողմից շարունակվում է նաեւ այսօր։ Ակնհայտ է, որ նման ռեպրեսիվ միջոցներով իշխանությունները չեն կարող երկարաձգել իրենց կառավարման տարիները։ Հետապնդելով հայրենասեր գործիչներին, այլախոհներին, նրանք թույլատնում են երկրի դիմադրողականությունը, վտանգի տակ են դնում անվտանգությունը։ Բացի դրանից, այս գործելավոճով հնարավոր չէ կառուցել ժողովրդավարական պետություն, ինչպես որ խոստացել է։ Տպավորություն է, որ գործող իշխանությունը փորձում է ստեղծել նոր բռնապետություն եւ ձևավորել վախի համատարած մթնոլորտ 1937 թվականի ստալինյան ռեպրեսիաների օրինակով։ Հայ մտավորականության բազմաթիվ ներկայացուցիչներ խիստ անհանգստացած են երկրում կատարվող իրադարձություններից եւ օրհասական այս բանին լռելու ու անտարբեր լինելու բարոյական իրավունք ուղղակի չունեն։ Մի կողմից հայոց պետականության կորուստը կասեցնելու հրամայականը, մյուս կողմից ապագայի հանդեպ պատասխանատվությունը մեզ կանգնեցրել են մեր ձայնը հնչեցնելու պարտավորության առջև։ Եվ մենք մեր անվերապահ զորակցությունն ենք հայտնում շինծով գործող ազատազրկված Անդրանիկ Թևանյանին, ինչպես նաև բոլոր քաղբանտարկյալներին, որոնք ազնվորեն լծված են պետության գոյության համար պայքարի գործին։ Ազատություն Անդրանիկ Թևանյանին, ազատություն բոլոր քաղբանտարկյալներին։ 50 մտավորականներ, որոնց մեջ են ժողովրդական արտիստներ, Հայաստանի 10-ից ավելի վաստակավոր արտիստներ, գործիչներ, տարբեր ոլորտների գիտության, կրթության, մշակույթի, տարբեր ոլորտների ամենահայտնի մեր հայ մտավորականները։ Ազատություն Անդրանիկ Թևանյանին, ազատություն բոլոր քաղբանտարկյալներին։ Ազատություն! Ազատություն!